Բարև ձեզ։ Այսօր ունեցել ենք շատ հետաքրքիր զրույց իմ լավ ընկեր Մարգարիտա Սեփխանյանի հետ։ Զրուցել ենք 2025-ից ստացած մեր դասերի, 2026-ից ունեցած ակնկալիքների, նումերոլոգիայի, դիսցիպլինայի կարևորության եւ շատ այլ կարևոր թեմաներից։ Ոնց ես Մարգա ջան։ Հիանալի, ինչպես միշտ, դուք լավ եք։ Փորձում եմ, այս 2025-ի վերջը շատ sense հետաքրքիր, չգիտեմ, sense մի փոքր sense քաոսային է մոտը ստացվում, դա իհարկե հասկանում եմ ինչի համար ոնց ու փորձում եմ իմ այդ հասկանալիքը իմ դասերը քաղեմ, sense ամբողջովին ինչ-որ sense արժե համակարգերից վերանայման, ինչ-որ մի ցիկլի վերջը, էլի հասկանում եմ, ինձ թվում է բոլորի մոտ է այդ ամեն ինչ, այդ նույն ձևով ընթանում։ Քո մոտ ոնց է, դու էլ ես զգում այդ ամեն ինչը։ Էներգիայի տեսանկյունից եթե ներկայացնենք, 2025-ը իրոք ցիկլի վերջին շրջանն է հանդիսանում, այն 9-րդ էներգիայի ներքո է հանդես գալիս, չէ՞ որ 2 գումարած 2 գումարած 5, հա, 2025-ը երբ որ գումարենք, ստացվում է 9 ու նումերոլոգիայի տեսանկյունից դա վերջին էներգիան է։ Ու այդտեղից նորից սկսվում է նոր շրջան առաջին էներգիայով, դա արդեն մյուս տարվանից, ու այս տարի, այո, 9-րդ էներգիայի ներքո էր հանդես գալիս, որը տարբեր մարդկանց համար եղավ շատ վայրի վերումներով, տարբեր էմոցիաներով, ինչու՞ չէ նաև դժվար եղավ ինչ-որ առումով, բայց նաև մեզ շատ հետաքրքիր դասեր իհարկե բերեց։ 9-րդ էներգիան ինչու է հանդիսանում վերջինը ու այն իր մեջ նաև շատ մեծ խորհուրդ է պարունակում, այդ 9 տարիների ցիկլը հիմա փակվում է 2025 թվականով փակվում է ու 2026 թվականին առաջին էներգիայի ներքո է հանդես գալիս ու նոր արդեն էներգիաներ են գալիս, նոր 9 տարուց բաղկացած շրջան է սկսվում, այսինքն մեր կյանքում։ 9-րդ էներգիան շատ մարդկանց հնարավորություն տվեց ամեն ինչ դնել մի կողմ ու նայել դեպի ներս հոգու խորքը, զգալ մեզ դեպի մեր ներսը, հա, ինչա կատարվում այնտեղ, որովհետև այն մեզ սովորեցրեց կտրվել արտաքին աշխարհից, կտրվել նյութականից, որպեսզի մենք հասկանանք մեր էությունը ամբողջությամբ, որպեսզի մենք զգանք մեր հոգին ու նաև ձեռք բերենք վստահություն մեր բարձրյալ եսի հետ կամ Աստծո հետ կամ տիեզերքի, նայած թե ամեն մեկը ինչպես է դա անվանում, ամեն դեպքում գաղափարը նույնն է, այսինքն մենք պետք է կարողանանք այս տարի հաստատել կապ մեր բարձրյալ եսի հետ, այսինքն անկախ նրանից թե ինչ է մեզ շրջապատում, այս ամբողջ նյութականը, այս ամբողջ ֆիզիկական աշխարհը մենք սովորենք հասկանալ ինքներս մեզ։ Գլոբալ առումով 9-րդ էներգիան դա էր, իր մեջ պարունակում, իր խորհուրդը հենց դա էր ու այն ամենևին էլ կարելի ասել դժվար չէր, այն ուղղակի հենց այդ միտքն էր մեզ փորձում սովորեցնել։ Այո, այսինքն մյուս տարին արդեն նոր ցիկլի սկիզբ է, այսինքն այդ ամեն ինչը հասկանալով ես հավատա իմ համար ահագին ոնց որ դրական բաներ եղավ, որովհետև այս 25-ը իրոք շատ ծանր էր ու սենց հիասթափությունների, ոնց ասացի արդեն այդ արժեհամակարգների, հա, վերանայման, սենց անորոշությունների ու հասկանալով, որ մյուս տարին արդեն ոնց որ նոր ցիկլի սկիզբ է, նոր շունչ չէ, արդեն նորովի կարաս շանսը ստանալու այդ ամեն ինչը վերսկսելու, հենց ահագին դրական էմոցիաներ է տալ, էլի դրականորեն ես արդեն տրամադրվում ես 2026-ին։ Նամանավանդ որ ինքը ձիու է, հրեղեն ձիու տարին է ու այս 25-ը ինչքան էլ 25-ը օծն էր, չէ՞։ Ու գիտես ինչ տպավորություն է, որ ասենք այս օծը ինչ է անում, կաշի է, չէ՞, փոխում, մաշկ է փոխում։ Ոնց որ ասենք հենց այդ տիպի մի բանի մեջով անցնենք, այդ մաշկ փոխելու փուլ ենք անցնում։ Ու արդեն այս 26-ը ոնց որ նոր մաշկով, այսինքն ով ինչ սխալներ կամ չեմ, ասենք ինչ-որ չստացված կողմեր ուներ, այդ ամեն ինչը մնում է այդ 9 տարվա առաջ չարածների մեջ ու բոլորս շանս ենք ստանում արդեն այս նոր կաշվով, նոր մաշկով կամ նոր էությամբ ոտնակոխ անենք այս 2026-ը, էլի մեզ լսողներին ուզում եմ
այս ամեն ինչ ես միտքը փոխանցենք, որ ինչքան կարակ դրականորեն սենց են հրաղեն ձյու էներգիայով, հա, ասենք վստահորեն այդ կյանքով լի պլանավորեք ձեր 26-ը, մի պլանավորեք հաշվի առնելով թե ինչ է կատարվում հիմա կամ այս տարվա ընթացքում կամ անգամ այդ վերջին 9 տարիների ընթացքում, հասկացեք, որ ոնց որ շանս եք ստանում, որ այդ ամեն ինչը թողնեք մի կողմ ու արդեն լրիվ նորովի նոր ցիկլ սկսեք։ Ու դե ոնց է, միշտ տարվա սկիզբը մենք փորձում ենք ուժեղ սկսենք, չէ՞, որովհետև նոր տարի, նոր էներգիա, այդ սիմվոլիկան մենք մեր մեջ արդեն դրել ենք, քանի որ նոր գործ չենք սկսում, չէ՞, սաղ սպասում ենք այս նոր տարով սկսենք։ Հիմա այս նոր տարին 26 թիվը, բացի նոր տարի լինելը, համ էլ նոր ցիկլի սկիզբն է։ Այսինքն ինքը շատ Մгм. ավելի յուրահատուկ նոր տարի է դառնում բոլորի համար։ Այո, Ուզում եմ հենց այդ ձևով էլ, sense տրամադրվածությամբ էլ 26-ին ներս թողնենք կամ մենք մտնենք 26։ Ես այս քանի տարի ա Մագա ջան, հունվարին ծոմ եմ պահում։ Հենց մեր այդ հայկական զատիկը անցնում է, այդ ամսի 7-ից ծոմ եմ պահում տարբեր ժամանակահատվածներով, բայց ուզում եմ դրա մասին կիսվեմ, ասեմ թե ինչի համար հենց այդ ժամանակ։ Քանի որ արդեն նոր խոսացինք, որ միշտ տարվա սկզբին նոր ցանկություններ չեն, նոր նպատակներ, բոլորս են, որ չգիտեմ, են տրինաժորնի զալ գնալուց սկսած ամեն ինչ պլանավորում ենք սաղ այդ հունվար ամսով, չէ՞։ Բայց մгм. ըստ տարիներ առաջ, տենց հունվարի 10 քանիսն է, ասես նոր-նոր այդ տոներ մոները վերջացած, ասես գործի եմ գնում, ասես հոգնած, ասես էներգիա չունեմ, Ուսես նայում ասում ախպեր, ընդամենը երկու շաբաթ առաջ օրերն էի հաշվում, երբ հունվար ամիսը գալու, որ սենց հարցակվեմ այդ տարվա վրա, ասենք ես իմ ցանկություններով բանով, հետո հասկացա, այդքան այդ նոր տարվա այդ ուտելիքները, չգիտեմ, ուտուշ խմուշներ, այդքան այդ էներգիա փոխանակությունները, չէ՞, մեր տուն, ձեր տուն, ասենք այդ գնալ գալը, հետևից արդեն այդ զատիկի փլավն է գալ իր մնացած ամեն ինչով, ծանրաբեռնում ենք մեզ ու մոռանում ենք, որ այդ նոր տարվա չգիտեմ, այդ առույգ, հա, այդ նպատակներն ու ցանկությունները, որ պետք է ասես գայինք ու սկսենք անել, արարել։ Ու այդ ժամանակ էր, որ որոշում կայացրեցի, որ ես ամեն տարի հունվարը սկսելու եմ այդ ծոմապահությամբ։ Ինչի ծոմապահությամբ նախ միակ ֆիզիկական մարմինս թվում ակրվի, հա, այդ բդից ու այդ մնացած ամեն ինչից որ կերել ենք։ Հետո ամեն անգամ ծոմը պահելուց ես ինքս իմս իրականության իմս կյանքի ղեկը վերցնում եմ իմ ձեռքը, էլի, երբ որ թե դու կարողանում ես հաղթարես քո ֆիզիկական մարմինը, արդեն կարողանում ես կառավարես քո միտքը, քո էմոցիաները, քո ընդհանուր այդ Մгм. մատրիցան, էլի, քո իրականությունը։ Ու անում եմ ու բավականին դրական արդյունք եմ ստանում, այս տարի էլի հունվարի 7-ից անելու եմ, ով ցանկություն կունենա, կարակ միանաք, բան կանեմ, էլի, ստորիներով բանով կասեմ, որ անում եմ, որտեղ խմբային միշտ ավելի հեշտ է լինում։ Եկեք այս 26-ը գիտակցաբար, պլանավորած մտնենք ու արարենք, էլի գնանք սարքենք այդ տարին մեզ պետքական տարի։ Այո։ Ինչպես նշեցիր, օձը կաշին փոխում է ու հա, այս ցիկլը վերջացնելով մեզ տալիս է հնարավորություն, այսինքն սա արդեն վերջին պատոկներ, հա, ու մեկը արդեն ոչ միայն մեկն, այլ նաև ձինը, հա, հրեղեն ձին, որը 60 տարին մեկ է կրկնվում, ու ձին ինչ է սիրում, ինքը ազատություն, իմպուլս, ինքը չի կարող նստել տեղում, հա, այդ առաջինը մենք կարող ենք առաջին էներգիան կարող ենք մերը սարքել միայն այն դեպքում, երբ որ շարժ լինի, ձին շարժի մեջ է լինում, ինքը իրեն դրսևորում է, երբ որ ինքը շարժվում է, չէ, իր առանձնահատկություններն է, ու այդ էներգիան պետք է դրսևորի մարդը, այսինքն նոր հնարավորություններ է ստեղծվելու, որ պետք չի հրաժարվել, նոր ուղիներ են բացվելու, որ պետք չի վախով վերաբերվել այդ ամեն ինչին, այլ հակառակը ավելի նախաձեռնող լինել, ավելի ընդառաջել ու փորձել առաջ գնալ։ Դա է մեզ տալիս նաև առաջին էներգիան, որ պետք է օգտվել այդ հնարավորությունից իրոք։ Հա, ու մի բան էլի որ կուզեմ փոխանցենք մեզ լսողներին, մենք մեր ապագան կամ պետքա կառուցենք, սովորաբար կառուցում ենք, ասենք ըստ այդ անցյալի ունեցած փորձերի, էլի, այսինքն ըստ այդ Այո, անցյալի, հա, հիմա եթե դի հասկանում ենք ու ցավոք, քանի որ այս տարին մի քիչ ծանր տարի է եղել բոլորիս համար, չեմ ուզում որ
այդ փորձով կամ այդ էներգիայով էս 26-ը դիմավորենք, հա։ Ուզում եմ Ահա, գիտակցաբար հասկանալով մի հատ մոռանանք, ասենք, այս 25-ի դժվարություններն ու բարդությունները, որտեղ այս 25-ի դժվարությունները ու բարդությունները եկել էր այս 25-ը սահմանափակելու համար։ Ու ավելի խիզախոր են, էլի, ավելի ասենք այն sense մեզ թողենք sense երազենք, մտածենք, ուզենք ու հենց այդ էներգիայով, այդ պատրաստակամությամբ, էլի դիմավորենք այս 26-ը։ 25-ը օդը չկապենք թողնում ա- 26-ի հետ։ այո, օդը արդեն թողել է իր ակաշին ու անցնում ենք առաջ, արդեն Այո, պետք է կետ դնել ու անցնել առաջ, այո։ Ինչպես մենք սիրում ենք նշել, հա, մենք մեր մատրիցան կարող ենք ստեղծել այնպես, ինչպես մեզ է հարմար, իսկ եթե չէ, արդեն մատրիցան կուղորդի մեզ։ հաստատ։ Ու հիմա շատ լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք մենք մեր մտքի ուժով, մենք մեր կամքի ուժով փորձենք փոխել այդ ամենը, որը որ շատ հնարավոր է ու դա ամենևին ֆանտաստիկա չի։ Չէ, բացարձակապես դիսցիպլինա, ը, դիսցիպլինան շատ կարևոր է։ Այս հատկապես այս վերջի ժամանակաշրջանը ինձ ստիպեց, որ ոնց որ ավելի ուշադրություն դարձնեմ դիսցիպլինային ու ամեն ինչի հենց հիմքում է դիսցիպլինան է, էլի ժողովուրդ ջան, որովհետև մարդը ինքը հեշտ է իրան կորցնում կոմֆորտի մեջ, հեշտ է ոնց որ համակերպվում ինչ-որ հարմարավետության ու մոռանում, հա, բաց թողում, ասենք իր այդ ցանկությունները, նպատակները։ Ու այդ ամեն ինչի դեմ մենք մի հատ գործիք ունենք օգտագործելու, դա դիսցիպլինան է։ Որովհետև երբ որ Ահա, հա, առավոտները մի քիչ շուտ արթնացեք, չգիտեմ, ինչ-որ մի հատ ռուտին գծեք ձեզ, հենց արեք, որ ես ֆիզիկական մարմնի այս արյան շրջանառությունը հենց արթնացակ աշխատի։ Մի բան, որ ես վերջերս եմ սկսել անել, Մագա ջան, որ էլի կուզեմ փոխանցեմ մարդկանց, առաջին մի ժամը, որ աչքերս բացում եմ, արգելված է հեռախոսին կպնել իմ համար։ Առաջին շատ մի ճիշտ։ ժամը, հա, նախ արթնանում եմ մոտ ժամ ու կես ավելի առաջ, քան թե ինչ-որ մի բան պետք է անեմ։ Այդ առաջի ժամ, ժամ ու կեսը դա իմ ժամանակատվածն է ինքս իմ հետ։ Ահա, Այսինքն 170 աստիճան փոխեց կյանքս, հենց սկսեցի դա անել։ Սկսել եմ սեպտեմբերի սկզբից ու առանց հեռախոս մի հատ մնացեք ձեր հետ։ Այդ առաջին մի ժամ, հələ մի հատ որ արթնացել եք, հələ մի հատ մի ժամ քնելուց առաջ լավ կլինի։ Մի ժամ արթնանալուց հետո մի հատ հեռախոսի մի կպեք։ Այդ ուղակի մնացեք ինքներդ ձեր հետ, հա։ Ես ինքս այդ շնչառական վարժությունով արթնանում եմ, մտում մեխերի վրա եմ կանգնում մի քանի րոպե, դա էլ շատ ուժեղ պրակտիկա է, որ sense մի անգամից այդ ցավը բան անում, արթնացնում եմ։ Այն ահա, որ մի քիչ ուշադրություն դարձնեք, արթնանալու տարբեր աստիճաններ կան, հա, ու եթե քնից արթնացել եք աչքներդ բացա, դա դեռ չի նշանակում, որ արթուն ենք։ Ու ես այս պրակտիկաներն օգտագործելով թե շնչառականը, թե այդ մեխերի մարզանքը, հետո լրիվ սառը ջրով լոգանքը, այդ նոր բերում է, ասենք, այդ իդեալական այդ արթնացած կամ իդեալականին մոտ արթնացած ինչ-որ վիճակի։ Մինչև դա այո, այդքան էլ արթնացած չեք ու քանի որ աչքերը բացում եք ու այդքան արթնացած չեք ու ձեռքը գցում ենք հեռախոսին, արդեն մեր այս ուշադրությունը, որը որ մեր ունեցած ամենամեծ վալյուտան է, էլի մենք ամեն ինչը ստեղծում ենք մեր ուշադրությամբ։ Արդեն մեր ուշադրությունը տարան, ինչ որ ահա, կորպորացիաներ կամ չգիտեմ, քաղաքական գործիչներ, հա, ինչ-որ կուսակցություններ ու տենց շարունակ։ Դու դեռ չարթնացած, քո այդ ամենակարևոր վալյուտան շանս չես ստանում օգտագործես քո իրականությունը արարելու համար, դու արդեն տվեցիր ինչ-որ ուրիշ մի բանի։ համակարգն է էլի այդպեսին ստեղծված, որ մարդը չկարողանա իր վրա կենտրոնանալ իրականում, իսկ քանի որ այդ գործիքները կան, մենք մեզ վերադարձնում ենք ներկա։ Չէ՞ որ անցյալի փորձի վրա պետք չի անընդհատ հետ գնալ, հա մենք դասերը առնում ենք ու անցնում ենք առաջ։ Ու ոչ էլ պետք է անհանգստանալ չափից շատ ապագայի մասին, որը որ միշտ արվում է բնազդաբար, հա, մարդիկ այդպես է դրված մեր մեջ։ Իսկ իրականում ներկան բաց թողելով մենք շատ հնարավորություններ ենք բաց թողում ու նաև մեր կյանքը։ Ինչ սպասելիքներ ունես հենց դու ինքդ 26 թվականից։ Ոյ, շատ։ Հիմա այս ձմեռային արևադարձի օրերն էին 20-21-22-ը ու ես միացած մեծ ռիտուալներ անցկացրեցի ինքս ինձ համար, փորձեցի նախ
շնորհակալություն հայտնել նախ 25 թվականին ամեն ինչի համար, հատկապես նրա համար այն գիտելիքները ու այն փորձի համար, որը ինձ տվեց այս տարի, հետո 9 տարվա կտրվածքով, հա, այս 9 փուլերի ընթացքում ձեռք բերածիս համար շնորհակալ եղա, հետո արդեն փորձեցի ձևավորել, պլաններ դնել ապագայի, էլի 26 թվականի ու 9 տարվա կտրվածքով նմանապես, որովհետև հիմա ոչ թե տարի ենք փոխում, այլ արդեն ասեցինք, որ մի ամբողջ շրջան է փոխվում ու դա իրոք շատ կարևոր է, բայց այդքանով հանդերձ նաև շեշտը դրվում է ներկայի վրա միանշանակ, որովհետև ներկան դա ամենակարևորն է, որովհետև ներկայում է ձևավորվում այն ամենը, ինչը որ մեզ պետք է, այն կենսապայմանը դա ներկայում է գտնվում։ Ու այդ ապագայի նույն պլաններն էլ չի կարող լինել, եթե մենք ներկայում չգտնվենք։ Այսինքն նույն ինքը վիբրացիաները հենց ներկայում գտնվելով ա որ բարձր է լինում մարդու մոտ։ Ու դրա արդյունքում արդեն սկսում է ուղեղը ուրիշ ձև աշխատել, նեյրոնային կապերն են արդեն ամրանում, երբ որ դու ներկայում ես գտնվում, ու դրա հիման վրա արդեն քայլ առ քայլ մարդու ուղեղը ենթագիտակցորեն բերում է այն նպատակներին, որը որ դրված է ապագայում։ Ես փորձեցի այդ ամեն ինչը իմի բերել ես 3 օրվա ընթացքում ու այդպես դեռ էլի ամսի 25-ին նորից դեկտեմբերի 25-ին նորից ուժեղ օր է, որովհետև արդեն արևը ընդունում է իր պտույտի սկիզբը, հա, հիմա երբ որ կանգնած է, դրանից հետո 25-ին ինքը արդեն սկսվում է իր նոր պտույտը, այդ ժամանակ կարելի է մանիֆեստ անել, պլաններ կազմել ու ընթանալ առաջ։ Դիմացենք մեր հերթեն ձիուն։ Հաստատ։ Ամսի 25-ը Սուրբ Զատիկն է այդ կաթոլիկների մոտ, հա, Ամերիկայում ամսի 25-ին են նշում, այսինքն Հիսուսի ծնունդը ամսի 25 ու տենց բան կա, որ God's son անգլերենով չէ, Աստծո որդի son։ Մեկ էլ արևին էլ ենք ասում son։ Տարբեր ձևով է գրում, անի S-O-N, անի S-U-N, բայց հնչյունությունը նույնն է։ Ու ամսի 25-ը նոր արևի ծնունդն է, էլի դուրս է գալի, չէ, նոր ցիկլի սկիզբն է։ Ու տենց այդ կա էլի տենց համոզմունք կա, որ ոչ թե ոնց որ Հիսուսի ծնունդն է ամսի 25-ը, այլ ոնց որ սան արևի ծնունդն է ամսի 25-ը, էլի դրանով sense բռնա, sense խառնա, ինչ-որ sense խառը բան են սարքել։ Բայց այն որ ինչ-որ 100%-անոց շատ հզոր օր ամսի 25-ը դա հաստատ։ Թե մենակ են որ միլիոնավոր մարդիկ հենց Հիսուսի ծնունդն են արդեն նշում, այդ հավատքով արդեն այդ իրանց այդ համոզմունքներով սնուցում են այդ էներգիան, արդեն ինքը իրանով հզոր բանա դարձել, դե պլյուս արևը, այս մոլորակի այն կյանքը տվող երևույթը, դրա ցիկլի սկիզբն է, այնց որ արդեն ինքնաբերաբար շատ հզոր երևույթ է։ Այդ օրերին մեծ էգրեգր է ձևավորվում ու իրոք շատ կարևոր է այդ պլանները գծել, մանիֆեստ անել, շատ կարևոր է ու նաև որքան էլ որ իր մեջ շատ մեծ խորհուրդ չի պարունակում մեր դեկտեմբերի 31-ը, հա, այժմյան նոր տարին, որ մենք նշում ենք, մենք գիտենք, որ դա հնում տնտեսական շահերից ելնելով է, հա, որոշվել հենց դեկտեմբերի 21-ին ազդարարել նոր տարվա սկիզբը, բայց ինչևէ մենք քանի որ նշում ենք ու մեծ քանակությամբ մարդիկ են այդ օրը նշում ու ձևավորվում է այդ մեծ էգրեգրը, այդ պայմաններում նաև կարելի է հենց այդ ժամանակ էլ անել մանիֆեստ ու դա արդեն ընդհանուր հավաքական այդ գիտակցությունն է գործում։ Այսինքն դա եւս մենք ենք արդեն մարդիկ են սարքել իրենց գիտակցությամբ, այդ օրը կարևոր։ Իհարկե։ Այն որ արդեն ինքներս ունենք այդ համոզմունքը, հա, արդեն այդ հավատքը մեր մեջ, որ նոր տարի է, արդեն այդ սիմվոլիկան, որ մեր մեջ աշխատում է, ինքը իրանով արդեն ամեն ինչ ոնց որ ասված է, 100% շատ կարևոր բան է։ Ես այդտեն երիտասարդ ժամանակ մի հատ պրակտիկա ոնց որ սկսեցի անել ու շատ օգնեց ինձ էլի իմ ուզածներին հասնել, կուզեմ էլի կիսվեմ մեզ լսողների հետ։ Շատ կարևոր է որպեսի նպատակ միշտ ունենանք ապրել, որովհետև գալի կյանքում ինչ-որ մի հատ տեղ է հասնում, որ արդեն sense սկսում ես այդ օրվանով ապրել, այն
ոնց որ կյանքը արդեն հաղթում է քեզ ու արդեն սպասում ես տեսնես ինչ է բերում կյանքը քո ուղղությամբ ու ըստ դրա ես էլի ոնց որ ձևավորում քո առօրյան։ Այդ շատ վատ տեղ է, շատ։ Լիքը մարդու շատ հնարավոր է կյանքը այտենց հետաքրքիր բաներ բերի, բայց ես ինքս գոնե նախընտրում եմ միշտ ունենամ ծրագրեր։ Այսինքն ունենամ պլանավորած ինչ-որ ապագա ու ամսի 31-ին ինչ եմ անում։ Մի հատ նախ այդ ասածպես վերանայում եմ այդ անցած ամբողջ տարվա հատվածը, միշտ իմ երախտապարտությունն եմ զգում, որովհետև ցանկացած տարի իմ համար է եկել, եթե անգամ ասենք դժվարություններով լիքը տարի ա եղել, եթե ես այդ ամեն ինչը հաղթարել եմ ու ամեն ամսի 31-ին դեռ կանգնած եմ, ուրեմն հաղթած եմ դուրս եկել, այսինքն այդ ամեն ինչը ինձ օգուտ է տվել, սա երախտապարտությունը դա պարտադիր է, որ ես միշտ զգում եմ։ Հետո բացում եմ, տենց ունեմ մի հատ առանձին տետրակ, որտեղ որ գրում եմ այդ իմ այդ սպասումները տարվա։ Ու բացում ու նայում եմ ամբողջ տարվա անցած անցած 31-ի կտրվածքով ինչ սպասումներ եմ ունեցել այդ տարվանից։ Շատ հետաքրքիր ինքը պրակտիկա է, քո սպասումներից որ հատվածն ա եղել, որը չի եղել, որից ընդհանուր sense ամբողջովին շեղված է գնացել տարին։ Ունեմ անգամ 5 տարվա կտրվածքովները։ Այսինքն արդեն այսօր 5 տարի առաջով ես որոշում եմ պլանավորել եմ 5 տարի հետոն։ Նայում եմ այդ 5 տարվա կտրվածքով, հա, բավականին հետաքրքիր պրակտիկա է, արեք, ու այդ ամեն ինչը վերջացնելուց հետո արդեն պլանավորում եմ հաջորդ տարիս ու հաջորդ 5 տարիս։ Նորը տենց այդ ամեն ինչը ոնց որ թարմ իմ մտքում, այդ պլաններն ու ցանկություններն ու մնացած ամեն ինչը ոտնակոխ եմ անում արդեն այդ գալող տարին։ Այդ ամեն ինչի հետ մեկտեղ հասկանում եմ, որ ինչքան էլ պլանավորենք, բազմաթիվ չպլանավորված բաներ ա գալու մեր ուղղությամբ, ես չեմ ասում էլի, որ կյանքին դեմ Գծած լինում, հա, ուղղակի նպատակով ապրելը, ժողովուրդ ջան, շատ կարևոր է։ Ուշադրությունը կենտրոնացնել ձեր ընտրած նպատակների վրա չափազանց կարևոր է, որպեսզի ուրիշները ձեր ուշադրությունը չվերցնեն ու չուղղորդեն իրանց օգտին, փորձեք այդ ձեր ուշադրությունը կենտրոնացնել ձեր օգտին։ Այս տիպի պրակտիկաներով անգամ ես ամեն օրվա ունեմ, որ առավոտը արտանում եմ, ասենք մի հատ ցուցակ ունեմ, որ այդ ամեն օրվա այդ իմ այդ որ ինչ ուզում ա լինի, ես դրանք պետք է անեմ ցուցակն է, էլի, ոնց որ թվարկեցի այդ շնչառականն է, մարզանքս է, այդ մեխերի վրա է, սառը ցնցուղն է, արդեն նայեք ամեն օր որ ես արտանում եմ, ինչ-որ անելիք ունեմ, նպատակ ունեմ, գրված է, ու դրանք սա գրված է, ու ամեն օրվա ռեժիմով այդ 60 տիշկաները դնում եմ։ Այնքան արս պրիմիտիվ, բայց այնքան կարևոր պրակտիկա է հիմա ու այստեղ լինելու համար։ Իսկ կյանքը մենակ գոյություն ունի հիմա ու այստեղ ու մեզանից դուրս։ Երբ որ դուք ձեր մտքում եք անցկացնում, մտքում դուք կարաք անցկացնեք մենակ կամ անցյալում կամ ապագայում։ Մտքում ներկա չկա, չէ՞։ Երբ որ դու մտքում ես կամ ինչ-որ իլյուզիաների մեջ ես, թեկուզ եթե ուղղակի նպատակներ ես քննարկում, ինչ-որ վախեր, էլի, ուղղակի իլյուզիաներ ապագայի հետ կապված, որը մեծամասամբ իրականություն չի դառնում, կամ հետ ես գնում անցյալ։ Փոխանակ ապրես այսօր ու հիմա, այստեղ, որված մեծ մասը անցկացնում ես մտքումդ։ Ու նոր եմ հասկացել, Մագա ջան, թե ինչքան էներգիա է տանում այդ ամեն ինչը մեզանից։ Հենց թեորիապես գիտեի, որ հա, մի մասը տալիս ենք անցյալին, մի մասը տալիս ենք ապագային, մեզ շատ քիչ էներգիա մնում ներկան ապրելու։ Բայց հենց սկսեցի իսկականից, ասենք, օրվա մեծ մասս ներկայով ապրելով, այնքան շատ էներգիա ունեմ։ Ստրեսները, դեպրեսիաները, այդ ամեն ինչը դրա արդյունքն են, էլի, որ մենք չենք կարողանում ներկայում ապրել։ Ներկայում չկա ոչ մի անհանգստացնող երևույթ։ Մեր կարևոր շեշտը դրա համար է պետք դնել ներկայի վրա ու մեզ վերադարձնել ներկա։ Մեր ուղեղը անընդհատ թափառելու է անցյալ ու ապագա, անցյալ ապագա։ Մեր խնդիրը որ վերադառնանք հենց այս պահը։ Դա միանշանակ, ուղղակի այդ ամեն ինչի հետ մեկտեղ ես հասկացա, որ էներգիան դա ընտրություն է։ Ու էներգիան ոնց որ գալիս է այն ժամանակ, երբ որ դու դրա կարիքը ոնց որ ունես, երբ որ դու ուզում ես դա, ոչ թե կարիք ունես, այլ ուզում ես դա։ Եթե դու ինչ-որ sense ստրեսային, դեպրեսիոն վիճակներում, այս վիճակում, sense մտքումդ ես ապրում օրվա մեծ մասը, քեզ այդ էներգիան պետք չի։ Դրա համար էլ ասենք էներգիա չունես, հավես չունես, դու գնա քո մտքերում
անցկացրա քո առօրյան։ Հենց որ սկսում ես ներկայում ապրել, հիմա ու այստեղ, ու ոնց որ sense շակերտավոր է, հրամայում ես, պահանջում ես քո էներգիան, ինչքան էներգիայի կարիք ունես դու դա ստանում ես։ Վերադարձնում ես էլի իրեն։ Դառնում ես քո հետ, հա, քո հետ իսկական այդ իրականության, էներգիայի, քո հետ ամեն ինչի տերն ու տիրակալը, էլի։ Ուշադրությունն էլ, մեր ուշադրությունը հավաքում ենք, բերում ենք կենտրոնացնում հիմա այս պահի ինչա կատարվում թե մեզ հետ։ Նույն այդ տես որ դու գրել ես չէ նպատակները, այդ նպատակները գրելը շատ ճիշտ է, ես էլ եմ սիրում իմիջայլոց գրել, մարդկա իր մտքի մեջ է պահում, բայց ես սիրում եմ թղթին հանձնել ու ժամանակ գրելը մի քիչ այդքան էլ կարա արդիական չլինի, ինչ առումով, որ տիեզերքում դե չկա, չէ, այտենց գաղափար, որ այսին ժամանակահատվածում կատարվի այսին ցանկությունը, այսինքն ինքը կարա կատարվի այդ ցանկությունը, բայց կամ առաջ կամ հետո այդ շեշտել ոնց որ այդ ինչ որ ամսաթիվ մի քիչ այդքան էլ լավ չի ինձ համար, ես այդպես եմ անում։ Այսինքն ես գրում եմ հա ցանկալի է հիմա լինի, բայց եթե այս տարի չի լինում, ես դրանից չեմ հիասթափվում, ես չեմ հրաժարվում այդ նպատակից, գնում եմ էլի առաջ։ Ու այդ նույնն է, երբ որ դու քո ուշադրությունը կենտրոնացրել ես դրա վրա, բայց ինքը դեռ չի վերադարձել, այսինքն դեռ դա չի կատարվել, բայց ընթացքի մեջ է, չպետք է մարդիկ ոնց որ հրաժարվեն ժամանակից շուտ։ Այդ շատ կարևոր է, որ չհիասթափվել էլի։ Այստեղ նաև քվանտային ֆիզիկայի օրենքը, հա, որ դու ասացիր, որ ներկայում է, չէ, ամեն ինչ գործում մեր էներգիան, որտեղ որ մենք ուշադրությունն ենք բևեռում, այդտեղ մեր էներգիան է լինում։ Այսինքն, եթե մենք գնացինք անցյալ, ինքը մեզ տանելու է հետ։ Ու նմանապես, եթե մենք եկանք հիմա ներկայում ապրեցինք, մեր էներգիան կենտրոնանում է այստեղ։ Ու նույնն է նպատակին է, եթե մենք այդ նպատակի վրա կենտրոնացանք, մեր էներգիան ուղղվում է դեպի այդ նպատակը։ Ու դա վաղ թե ուշ կատարվում է։ Այսինքն ինչ է լինում, հա, մեր գլխուղեղում այդ ժամանակ ձևավորվում են հատուկ նեյրոնային կապեր, որոնք հետագայում ենթագիտակցորեն նպաստում են այդ նպատակին հասնելու ուղուն։ Ու դա ինքնաբերաբար մարդը գնում է, քայլ առ քայլ գնում է։ Դու կարող ես անես նենց քայլեր, որ ընդհանրապես կապ չունենա այդ ուղու հետ, դու ենթագիտակցորեն անես, բայց դա հասցնի այդ քո B կետին, քո նպատակակետին։ Ինչի, որովհետև դու քո ուշադրությունը սևեռել ես այդ նպատակի վրա ու քո մոտ ձևավորվել է համապատասխան նեյրոնային կապերը ու արդեն ենթագիտակցորեն քեզ տանում է այդտեղ։ Ինչու, որովհետև դու չես հրաժարվում դրանից։ Հաստատ Այդ շատ հետաքրքիր մեխանիզմ է, որ գործում է ու մեր ուղեղը իրոք մեծ համակարգիչ է մի հատ, որ պետքա կարողանանք կառավարել ու ինքը շատ ճիշտ աշխատում է։ Այդ նաև հենց այդ նույն մատրիցայի վերափոխելու գաղափարն է, էլի հիմքում ընկած։ Հաստատ հետ համաձայն եմ, ցանկությունը ունենում ես, ուղղակի ասած այդպես, եթե հիմա ոնց որ եթե նայեցի, վերանայեցի անցած տարեսու չի կատարվել, բացարձակ հիասթափություն ապրել չկա։ Հիասթափություն ապրել չապրելն էլ էս օծի տարվա իմ ամենամեծ դասերից էր։ Պետք է ակնկալիքներ չունենաս առանձնապես, որպեսզի հիասթափություններ չունենաս, այսինքն նպատակներ, ցանկություններ, գոլեր, բայց այդ ակնկալիքները ունեցեք ու բաց թողեք, հա, որ երբ կլինի, կլինի, դուք ձեր քայլերն արեք, դուք այդ ամեն օրվա ռեժիմով, հա, պահեք, ասեք, այդ ցանկությունը ձեր մեջ, հիշեք, ոնց որ պատկերացրեք արդեն այդ պահը, որ այդ ամեն ինչը ունեք, այդ էմոցիաները, որ ապրում եք այդ ամեն ինչը ունենալով, որ լավ կլինի այս ժամանակահատվածում, հա, որ չլինի էլ, ուրեմն այտենց էլ պետք է ես դեռ դրան պատրաստ չէ, երբ կլինի, այն ժամանակ կլինի, դա հաստատ, հա։ Ուղղակի ոնց որ ամեն ինչը պետք է բալանսավորվի, էլի Մագա ջան, այնց էլ չլինի, որ ուղղակի ուզենաս ու լրիվ բաց թողես ու բացարձակ ոնց որ ինչ-որ քայլեր չանես, էլի այդ ուղղությամբ։ Չէ, չի լինի, հա, որովհետև էներգիան ծագում է հենց շարժի ժամանակ։ Հիմա ուղղակի այս հոգևոր համայնքում կա էլի այդ սխալ կարծիքը, որ ասենք ես ուղղակի կնստեմ տունս, ասենց, չգիտեմ, հեծանիվ կուսում է, հեծանիվը կգա, հա,
Այդ սա լավ է, անգամ մեկ-մեկ կարող է դաժե դա լինի, դու նստած մեկը դուրը ծեցի, Էս ասի արեցի։ օտանի վեզ ուզել է, էդ էլ կարա լինի, բայց ճիշտ է ոնց որ դուրս գալ, գնալ, այդ ամեն ինչին հասնելն է, անպայման։ Այ այդ միջոցով արդեն ձևավորում ես նեյրոնային կապերը, հա, ոնց ասեցի, այդ ձևով նեյրոնային կապերը ձևավորում ես ու անցնում ես առաջ արդեն կյանքը ապրելուն ու ինքը գնում է քիչ-քիչ հասնում ես դրան։ Եթե շարժ չկա, էներգիա չկա, հետեւաբար չես կարող հասնել նպատակակետին։ Հաստատ։ Այսինքն էլի բալանս։ Մի սարքեք ձեր նպատակները, ձեր կյանքի իմաստ ու ասենք էդի sense ինչ-որ լարվածության տեսքով այսօր ձեր առօրյան մի ապրեք, ինչա որ վաղվա այդ օրվա նպատակին եք ձգտում, էդ էլ ասենք ճիշտ չի, որովհետև Ահա, երբ որ շատ եք մի բանը փորձում սարքեք իրականություն, անգլերեն է դա լավ հնչում, ասում են don't chase after money, այսինքն մի վազի փողերի հետևից, որտեղ այդ դեպքում փողն է քեզանից է փախնում։ Chase ահա, վազը, որ մի փախնում։ բանի հետևից վազում ես, ինքնա քեզանից է հեռու փախնում, հա։ Մի այդքան Համ- սարքի դրա համար կյանքի նպատակ ու ասենք վազեք դրա հետևից, բայց մի էլ ուղակի սենց սախ տվեք Աստծո հույսին ու քայլեր մի արեք, էլի բալանս։ Միանշանակ 50-50 համակարգը ամենտեղ գործում է մեր կյանքում։ Այո, այո։ Ես նոր ժամանակների երևի այդ իմ հասկացած ամենամեծ դասը հենց դա էր, գիտես, այդ բալանսը։ Այս այդքան որ, չգիտեմ, խոսում են Քրիստոսագիտակցություն, չգիտեմ, նոր ժամանակաշրջան բան, ամեն մեկը տարբեր ձև է հասկանում, տարբեր ձև է փորձում բացատրի։ Իմ օրինակ հասկացածը այն ամեն ինչի մեջի բալանսն է։ Թե քո հոգևորի, թե քո էգոյի։ Մարդիկ խուսափում են իրենց էգոյի մասին խոսալուց, հա, մարդկանց թվում է թե եթե ասած ինչ-որ ճակերտավոր արթնացման փուլ են անցնում, իրենք պետքա էգո չունենան, առանց հասկանալու, որ եթե դու խոսում ես ես եմ բառն ես օգտագործում, ես եմ, այդ արդեն քո էգոն է։ Եթե դու էգո չունես, դու ամբողջականի մի մաս ես, դու էլ գոյություն չունես դու որպես էություն, չէ, առանց էգո գոյություն չունես։ Այսինքն ոչ թե Չէ, էգոից խուսափել կամ ամաչելա պետք որ դուք էգո ունեք, ուղղակի բալանսավորելա պետք, ասենք էգոյի ցանկությունը հոգու ցանկության հետ, էլի, այս նոր ժամանակները հենց այդ բալանսն է, էլի, այդ քրիստոսագիտակցությունը, այդ հատման կետն է, էլի, այս երկու այս հատվածների, ասենք, այս մեջտեղի հատվածը։ Այդ այո, բալանսը ոնց որ այդ կյանքի ձիվիզ եմ սարքել ինքս ինձ, հայերեն չգիտեմ ձիվիզ ոնց կլիներ, ու դուս բավականին նորմալ է ստացվում, էլի ամեն ուրեք բալանս, 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 արդարություն, արդարություն բառն էլ ոնց որ հոմանիշ է իմ համար բալանսի։ Որ ոնց որ ոչ ես կողմը, ոչ ես կողմը, չէ, արդարությունն ինչ է։ Հենց բալանսն է։ ամբողջ տիեզերքում է գործում բալանսի օրենքը, էլի իրականում ու Մгм. նաև մեր նյութական կյանքում էլ բնականաբար։ Այո, այնպես որ եկեք սենց սրտաբացորեն դիմավորենք այս 26-ը, հա, մեծ սպասումներով, չնայենք չպլանավորենք 26-ը մեր ունեցած 25-ի փորձերով, այլ 26-ը պլանավորենք այնց ոնց որ հրեղեն ձի էներգիայով կպլանավորենք, էլի, միացած ամեն մեկս մենք մեզ միացած ռեստարտ տանք ու հասկանանք, որ այս 26-ի այնց սկզբահատվածում արդեն ամեն ինչը կփոխվի։ Առանձին զրուցելու ժամանակ ասացիր 26-ի փետրվար ամսին, հա, այդ նոր էներգիան գալի, այդ պահով մի քիչ կզրուցես։ Ամբողջովին հայ է չինական տոմարով երբ որ նայում ենք ձին իր պաշտոնը այսպես ասած այդ ժամանակ է ընդունում բայց մենք հիմա պետք է հրաժեշտ տանք ամեն դեպքում մեր օցին ու նոր տողից արդեն սկսենք հրեղեն ձիու տարին Հասկացա։ Այսինքն այնպես չի, որ այդ մի օրում չէ հանձնում ընդունում են անում, էլի, հա, միան հունվար ամիսը այդ հանձնման ընդունման ժամանակահատվածն է։ դա շատ ինդիվիդուալ է ճիշտն ասած, կախված տվյալ անձից, հա, որովհետև շատ հնարավոր է, որ տվյալ մարդու մոտ տարվա կեսը
ընթանա դեռ հին էներգիաների ներքո, կախված նաև աստրոլոգիայի կողմից, հա, երբ որ նայենք, շատ ինդիվիդուալ է դա, չենք կարող ասել, որ всё 31-ին վերջացավ, ամսի 1-ից արդեն, բայց այստեղ շատ կարևոր է մեր նախատրամադրվածությունը, յուրաքանչյուրի նախատրամադրվածությունը նորի նկատմամբ, նորը ընդունելու նկատմամբ, հինը թողնելու ու չկուտակելու ոչ մի բան մեր ներսում, այդ է շատ կարևոր, որ մեր հոգու ներսում չկուտակենք ոչ մի բան, ոչ մի վատ փորձ եւ այլն ու ընդունելով այն ամենը, ինչը որ մեզ տվել է այս ամբողջ 9 շրջանները, հա, ու դա բաց թողելով հանդերձ, բաց լինել նաեւ նորին, ընթանալ առաջ, լավատեսորեն, բնականաբար, ու միանշանակ մտքի ուժը շատ կարևոր է մեր բոլորիս համար։ Այո, այո։ Ինչ Մագա ջան, շնորհակալ եմ շատ, հետաքրքիր զրույց ունեցանք, բայց միշտ շատ Նույնպես որ հետաքրքիր։ մեր նեյրոններին պետք է շատ ճիշտ դասավորենք, որ 26 թիվը նոր սկսենք, նոր տողից, նոր էներգիաներով ու նոր նպատակներով հանդերձ։ Բոլորիս շատ լավ տարի թող լինի, մեր ազգին, մոլորակին, բոլոր կանց։ Այո, ցավոտ եմ։ Քեզ էլ, մեզ լսողներին էլ, մեր ազգին էլ, մարդկությանն էլ, հենց այդ հրաղեն ձիու էներգիայով տարի եմ ցանկանում, հզոր տարի, հա, մի հատ ամեն մեկը sense մի հատ մեզ թափ տանք, ու այդ հրաղեն ձիուպես դուրս գանք ու սկսենք 26-ը ապրել։ Միանշանակ այդպես էլ կլինի, որովհետև զրուցելով շատ տարբեր մարդկանց հետ, իրենք ներքուստ ունեն այդ համոզմունքը, որ այս տարի փոփոխությունների տարի է լինելու ու հզոր էներգիա է մեզ մոտենում, ու այդ տրամադրվածությամբ խորհուրդ կտամ բոլորին առաջնորդվել։ Այո։ Շնորհակալ եմ, քեզ չեմ ասում հաջողություն, ասում եմ միշտ նոր հանդիպում, Մագա ջան։ Նմանապես ես էլ եմ շնորհակալ, բոլորիս թող լավ տարի գա։